Սերկևիլով գառան միսը հին հայկական տոնական ուտեստ է, որտեղ մրգի թթվաշությունը լրացնում է մսի հյութեղությունը։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք գառան մսով և սերկևիլով ուտեստ։ Կսկսենք սերկևիլից։ Կիսում ենք սերկևիլը, հեռացնում ենք սերմնատուփը, այն ինչ մեզ խանգարում է հեռացնում ենք և կտրատում շերտերի։ Կտրատելուց հետո տապակելու ենք այնպես, որ կարելի է արդեն տապակը դնել գազօջախին։ Կվերցնեմ Սլովոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայուղ։ Տապակում ենք։ Անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության աղով, մի պտղունց, շատ չէ, և շաքարավազով կարամելացնում ենք։ Կհամեմեմ նաև մի պտղունց դարչնով։ Սերկևիլի շերտերը տապակելուց հետո կհանենք տապակից, երկու կողմից կկարմիրացնենք և կհանենք, որից հետո տապակում ջերմային մշակման կենթարկենք, սոխը, գլուխ սոխը, տապակվիր սերկևիլ։ Կվերցնեմ երկու փոքր գլուխ սոխ, միգուցե և 3, 3-ը ճիշտ է, 3։ Կտրատելու եմ փետրաձև։ Հենց սա էլ պետք էր։ Թող մյուս կողմի կարմիր և կհանենք։ Հանում ենք սերկևիլը։ Սերկևիլով համեմված բուսայուղի մեջ տապակում ենք սոխը։ Նրբահամ դարձնելու համար անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության սոդայով աղով և շաքարավազով։ Կավելացնեմ նաև քրքում։
Տեսեք ինչ արագությամբ կարմրեց սոխը։ Քիչ անց այն կհալվի, կներփանա։ Անցնենք մյուս բաղադրիչին, թերևս ամենակարևոր բաղադրիչը այս կերակրի մեջ դա գառան միսն է։ Վերցրել եմ 700 գրամ գառան միս, կան ոսկորոտ մասեր, կան փափուկ մասեր, կտրատում ենք հարմար չափաբաժինների։ Անմիջապես տախտակը, դանակը փոխում ենք, դու մնա, դեռ պետք ես։ Մյուս բաղադրիչը կծու պղպեղնե ծիծակ, կանաչ ծիծակ ենք անում։ Այն շատ կծու է, կարող ենք օգտագործել կեսը։ Նրանք ովքեր չեն սիրում կծու, այս քայլը բաց թողեք։ Նրանք ովքեր շատ են սիրում, կարող են ամբողջությամբ օգտագործել։ Կտրատենք օղակների։ Երկու րոպե տապակելուց հետո կավելացնենք շատ հետաքրքիր բաղադրիչ հաղարճ։ Լցնում ենք 50 գրամ հաղարճ, այն շատ հետաքրքիր թթվաշություն կհաղորդի մեր կերակրին։ Եվս 2 րոպե տապակելուց հետո կավելացնենք կարմիր կիսաանապակ գինի։ Մոտ 50 միլի կարմիր կիսաանապակ գինի ենք ավելացնում։ Ավելացնում ենք 2 բաժակ տավարի արգանակ, վերադարձնում ենք այդ սերկեֆիլները, ծածկում ենք կափարիչով և մարմանդ գրակի տակ եփում ենք մոտ 12 րոպե։ Որից հետո կավելացնենք թարմ կանաչներ։ Տեսնենք ինչ ունենք կանաչներից։ Կանաչներից կավելացնեմ համեմ, կես փունջ և մաղադանոս։ Կավելացնեմ նաև կանաչ սոխ։ Այո, կանաչ սոխ։ Կես փունջ էլ կանաչ սոխ։ Շատ մանր չենք կտրատում։ Ստացվում է հրաշալի սոուս։ Կարծում եմ այս սոուսի համար անհրաժեշտ է ուղղակի խավարդ։
Նախ չավարտեցինք սա, այստեղ կավելացնեմ նաև լոլիկ, մեկ լոլիկ։ Ծածկում ենք կափարիչով։ Թող մի փոքր էլ եփվի։ Դնենք մարմանդ գրակի վրա։ Իսկ իբրև խավարդ, ինչպես ասացի, կպատրաստենք բրնձով փլավ։ Սկսենք սոխերացից։ Պետք է արի։ Լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Եվ կտրատում ենք սոխ։ Կվերցնեմ մեկ միջին սոխ, կտրատում ենք մանր։ Անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության աղով, սոդայով և շաքարավազով։ Դա մենք միշտ ենք անում, որ նուրբ ստացվի սոխի համը։ Հենց սոխը փափկեց, կավելացնենք քաղցր պղպեղ։ Մեկ քաղցր պղպեղ մանր կտրատում և ավելացնում ենք սոխերացին։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա գազարն է։ Գազարը, որպեսզի ժամանակ չկորցնենք կտրատելու վրա, անմիջապես կքերենք։ Մեկ գազար։ Պլավին հյութալիություն կհաղորդի դդմիկը։ Այսա կկտրատեմ մանր խորանարդիկների։ Չեմ քերում, որովհետև եթե քերեմ, այն կհալվի։ Նուրբ է ավելի, քան գազարը։ Ուզում եմ, որ ատամի տակ զգացվի։
Շարունակենք համեմել, կհամեմեմ Մարանիկ ընկերության աղացած սև պղպեղով և ցիտրոնով ժամանակն է բրինձը ավելացնելու։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության բասմատի տեսակի բրինձ։ Մեկ բաժակ։ Լվանում ենք հոսով ջրի տակ։ Եվ լցնում ենք տապակվող բանջարեղենի վրա։ Մի փոքր բանջարեղենի հետ տապակում ենք բրինձը, որպեսզի առաջացած սոուսը քաշի իր մեջ, և կավելացնենք վրան արգանակ։ Մեկ բաժակ բրինձին կավելացնենք 2 բաժակ հավի արգանակ։ Եվ կառաջարկեմ իբրև համեմունք ավելացնել 20 գրամ կարագ։ Հանգիստ։ Քիչ չեր մնում ընկներ։ Վերջ, ծածկում ենք կափարիչով, մարմանդ կրակի վրա, եփում ենք այնքան, մինչև հեղուկը քաշվի, որից հետո կմատուցենք սոուսի հետ միասին։ Մատուցելիս կզարդարենք նռան հատիկներով և վրան կծորացնենք նարշարապ։ Գարան մսով և սերկևիլով ուտեստ։ Շերտատած սերկևիլը բուսաեղով տապակել, համեմել աղով, շաքարավազով, դարչնով։ Հենց տապակվի, հանել տապակից, նույն յուղի մեջ տապակել փետրաձև կտրատած գլուխսող։ Համեմել սոդայով, աղով, շաքարավազով, քրքումով։ Գարան միսը կտրատել չափաբաժինների, սոխի հետ տապակել։ Ավելացնել օղակաձև կտրատած կանաչ կծու պղպեղ, հաղարճ։ Քիչ անց ավելացնել կարմիր կիսաանապակ գինի, տավարի արգանակ, սերկևիլները, մարմանդ կրակի վրա եփել մոտ 12 րոպե, ապա ավելացնել ոչ մանր կտրատած մաղադանոսի, համեմի և կանաչ սոխի փունջ, լոլիկի շերտեր, մի փոքր էլ եփել։ Խավարտի համար բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել, համեմել աղով, սոդայով, շաքարավազով։ Հենց սոխը փափկի, ավելացնել մանր կտրատած քաղցր պղպեղ, քերած գազար, մանր խորանարդիկների կտրատած դդմիկ։ Համեմել սև պղպեղով, չորացրած ցիտրոնով։ Ավելացնել բասմատի բրինձ։ Քիչ անց ավելացնել հավի արգանակ, կարագ։ Մարմանդ կրակի վրա եփել, որից հետո մատուցել գարան մսով սոուսի հետ։ Մատուցելիս զարդարել նռան հատիկներով և նարշարաբով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, կիտրոն, լոլիկի մածուկ, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե Մարանիկ։ Այսօր այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։